Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 18։ Քանզի նրա մեջ է բնակվում աստվածության ամբողջ լիությունը մարմնապես, և դուք կատարյալ եք նրանում։ Կողոսացիներին 2:9-10։ Մեր տրամադրության տակ են Քրիստոսի բոլոր սահմանումները ինչպես որպես Աստված, այնպես էլ որպես մարդ։ Ինչ էլ որ նշանակեն աստվածության ամբողջ լիությունը մարմնապես, դրանք ցույց են տալիս, որ մենք Քրիստոսում լիություն ունենք։ Քրիստոսը չի կարող մեզ օժտել աստվածային հատկանիշներով, սակայն նա արարել է ամեն հնարավոր բան, որ իր ողջ աստվածային զորությունն ու աստվածությունը օգտագործվի մեր փրկության համար։ Նրա ամենակարողությունը, ամենագիտությունը, ամենագոյությունը, անփոփոխությունն ու անսխալականությունը միասնաբար օգտագործվում են հանուն մեր բարօրության։ Կանգնիր ընկերս և կտեսնես Տեր Հիսուսին իր մեջ եղած ամեն աստվածային բան փրկության մարտակառքին լցելիս։ Ինչ մեծ է նրա ողորմությունը, ինչ անսասան է նրա հավատարմությունը։ Նա հուսալի է նրա նվիրվածությունը, զորավոր է նրա ուժը, անսահման է նրա ամենագիտությունը։ Այս բոլոր հատկանիշները փրկության տաճարի սյուներն են, և բոլորը խոստացված են մեզ որպես հավիտենական ժառանգություն։ Քրիստոսի անվերապահ սիրո յուրաքանչյուր կաթիլը տրված է մեզ։ Ամենակարող ձեռքի ամեն մկանը, արքայական թագի ամեն թանկարժեք քարը, աստվածային ողջ ամենածայրի գիտությունը, աստվածային ողջ դաժան արդարությունը։ Այս ամենը տրված է մեզ օգտագործելու հանուն մեզ։ Քրիստոսի լիությունը նրա Աստծո Որդու հիասքանչ անձում առատորեն թողնված է մեզ մեր վայելքների համար։ Նրա իմաստությունը մեր ուղեցույցն է, նրա գիտությունը մեր դաստիարակությունն է, նրա ուժը մեր պաշտպանությունն է, նրա արդարությունը մեր երաշխիքն է, նրա սերը մեր մխիթարությունն է, նրա հավատարմությունը մեր վստահությունն է, նրա ողորմությունը մեր խաղաղությունն ու անդորրն է։ Նա պաշարներ չի ստեղծում, բայց ցույց է տալիս աստծոլեռան գաղտնարանները և առաջարկում է մեզ փորել անտեսանելի գանձերը։ Ամենը ձերն է, ասում է նա։ Օգտվեք իմ բարեհաճությունից և լցվեք Տիրոջ ողորմությամբ։ Ինչ երջանկություն է Հիսուսին այս լույսի ներքո տեսնելն ու նրան կանչելը, կատարյալ